Wildberries-ը հուլիսի 7-ից բարձրացնում է վաճառողների համար նախատեսված միջնորդավճարները, պատճառաբանելով դա վառելիքի թանկացմամբ և լոգիստիկ ծախսերի աճով։ Ռուս զույգը բարձրացել է Նյու Յորքի Empire State Building-ի սրածողը պաստառ փակցրել, ապա տղամարդը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, ոստիկանությունը ձերբակալել է նրանց։ Google-ը պարտվել է դատարանում և Եվրամիությանը կվճարի 4,1 միլիարդ եվրո տուգանք։ Իսպանական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպան Սանտի Կասորլան 41 տարեկան հասակում պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել նոր արբանյակը, որը նախատեսված է օվկիանոսային միջավայրի մշտադիտարկման համար։ Եվրամիությունում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Նիդերլանդներում 2 մարդ կոմայի մեջ է հայտնվել համացանցից ձեռք բերված կեղծ նիհարեցնող ներարկումներ օգտագործելուց հետո։ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը ռեկորդ է սահմանել, դառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաուշ գոլի հեղինակը։